Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը Ռոզա Ծառուկյանը խիստ վիրավորված է։ Գյուղատնտեսության նախարարությունը գյուղաշխատողի տոնի առիթով նրան ոչ մեդալ է տվել, ոչ շնորհակալագիր։ Ես ուղղակի իմ տարիքի հետ համատեղ Չարանում եմ, որ 52 թվից աշխատում եմ, 18 գյուղնախարար եմ փոխել, բայց այսօր չեն ուզում, որ ես ինչ-որտեղ երևամ, ինչու չգիտեմ։ Նրա վիրավորանքը այնքան մեծ է, որ Տիկին Ծառուկյանը որոշել է ֆերմերների ազգային միավորման համագումար հրավիրել եւ հրաժարվել նախագահի պաշտոնից։ Ուրեմն ես ունեմ հնչեղ ազգանուն, ուզում եմ իմ ազգանունով դուրս գամ, կգամ մեկը, որին իրենք սիրեն, կհարգեն։ Տիկին Ծառուկյանին հունից հանել էր այն, որ նախարարությունը պարգևատրել է բազմաթիվ ֆերմերների, որոնց նա առաջին անգամ էր տեսնում։ Մի հատ մեդալ եմ ես տվել, իմ խալմաղալից հետո, իմ առարկությունից հետո լաց եմ եղել, ասել եմ ինչու եք ինձ դստեմ ասնում, երբ 15 տարի ես ֆերմերների միության փոխնախագահն եմ, 3 տարի արդեն նախագահն եմ։ Ըստ նրա գյուղնախարարությունը անգամ չի փորձել իր հետ քննարկել, թե որ ֆերմերին կամ գործարարին պարգևատրել։ Շատ ներողություն, չասել չեմ կարող, չէ՞ որ 200 միլիոն Ծառուկյան Գագիկը բարեգործական հիմնադրամից տվեց, չէ՞։ Եթե որդին կարող է 200 միլիոն նվիրի կարգ տղար եղած մարզին եւ այսօրնան մի վկայականի չարժանացնեն։ Այդ որ մայրն է, որ պետք է լռի։ Չնայած ինձ ասում են լռի, ասված մեռնեմ ասում։ Տիկին Ռոզան գյուղատնտեսության նախարարությանը մատնացույց է անում պլատինե մեդալը, որը նա ստացել է Կիևում համաշխարհային կառույցի կողմից ու ակնարկում։ Ես քիչ գործ եմ անում, միայն 1000 տոննա 60 դրամով բանակին կարտոֆիլ եմ տալ, այ հենց հիմա։ Արդեն 500 տոննան ուղարկել եմ, 548 հեկտար ունեմ, հլա հանում եմ։